Թուրքիայում կառավարության ճնշումները չեն թույլատրում փողոցային պայքարը, ավելին ըստ վերջին տվյալների հրավիրված հանրահավաքին շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցել, եւ չնայած Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը շարունակում է մնալ ճաղերի հետևում, միևնույն է նրան 3 ժողովրդահանրապետական կուսակցության անդամներն ընտրեցին որպես հաջորդ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածու։ Ինչպես է զարգանում փողոցային պայքարը Թուրքիայում, թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրím գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, եւ այսպես կարծես նշмарվում է, որ Էրդողանի հակառակորդը վերջնականապես նախագահական ընտրություններում լինելու է Իմամօղլուն։ Ինչ իրավիճակ է Իմամօղլուի շուրջ դատական գործընթացը։ 4 օր անց ձերբակալությունից նրան կալանավորեցին, դատարանը մի քանի մեղադրանք է առաջադրել, Իմամօղլուն մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու եւ կաշառակերության համար։ Ի սկզբանե կոռուպցիոն գործերով էին ձերբակալել, հետո արդեն այսպիսի քրեական գործեր եւս առաջադրվեցին։ Պաշտոնյան բնականաբար ցուցմունք է տվել եւ հերքել է բոլոր մեղադրանքները, որոնք իրեն առաջադրվել են եւ կրկին պնդում է, որ այնինչ կատարվում է իր հետ միայն բացառապես քաղաքական ենթատեքստ ունի եւ քաղաքական հիմքով է իրականացվում այս հետապնդումը եւ բնականաբար կոչ է անում շարունակել պայքարը, որն ուղղված է արդեն ոչ թե իր պաշտպանությանը, ինչպես նշում են հանրահավաքում իր ընդդիմադիր կուսակիցները, այլ ամբողջ Թուրքիայի ժողովրդավարությանը եւ ազատ ապագային։ Եվ ինչպես երեք հանրահավաքի ժամանակ նշեց կուսակցության առաջնորդը, իսկապես Էրդողանի այսպիսի բռնաճնշումները, այնինչ կատարվում է փողոցում եւ Իմամօղլուի դեմ, տվեցին իրենց հակառակ էֆեկտը եւ ոչ թե ծառայեցին իշխանությանը, այլ ընդհակառակը, ընդդիմությանը եւ վարկանիշը ըստ երևույթին օրորի այլ ավելի աճում է այս բռնաճնշումների ֆոնին։ Այս ամենի մասին վկայում են ոչ միայն պարզապես ելույթները եւ մեր կարծիքը ուղակի, այլ այն, ինչ երեք տեղի ունեցավ primary-զում, երեք Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը Օզգյուր Օզելը հայտարարեց, որ primary-ի ժամանակ Ստամբուլի պաշտոնան կարված քաղաքապետի օգտին քվեարկել է մոտ 15 միլիոն մարդ։ Primary-ի վերաբերյալ եւ նախնական այսպիսի բարձր ցուցանիշի վերաբերյալ հրապարակում է արել նույնիսկ Իմամօղլուն եւ բանտից X-ում գրել է, ես ուզում եմ մեջբերել իր խոսքը։ Ցանկանում եմ Սիլիվրիի բանտից ձեզ հետ կիսվել ինձ շատ ուրախացնող նորությունով։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ, որոնք տառապում են իշխանության ճնշումներից, քայքայված տնտեսությունից, անկարողությունից եւ ապօրինություններից քվեարկել եւ Էրդողանին ասել են բավական է։ Եվ ժողովրդահանրապետականի առաջնորդը վստահեցնում է, որ Իմամօղլուի թեկնածությամբ իրենք կարողանալու են հաղթել նախագահական ընտրություններում, որովհետև այսքան մարդ իրենց թիկունքին է կանգնած, եւ եթե հանկարծ Իմամօղլուի թեկնածությունը արգելափակվի, ապա այս բողոքի ցույցերը վերաճելու են համապետական հանրահավաքների եւ գնալու են մինչեւ վերջ, մինչեւ կհասնեն իրենց ուզածին։ Այդա, այդուհանդերձ իշխանությունները նշում են, որ անօրինական է այս ամենը եւ ասում են, որ ավելի կոշտ միջոցների են գնալու։ Մենք տեսնում ենք ոստիկանների բիրտ կոպիտ ուժը ինչպես է տգեղ եւ շատ տհաճ ձևով դրսեւորվում ցուցարարների հանդեպ։ Այս մասով ինչ նոր մեկնաբանություններ ունես։ Ծեծուժարդ է բոլոր փողոցներում, սկսած Ստամբուլից, որտեղ ամենամեծ հավաքներն են անցկացվում, նաեւ Անկարայում, Իզմիրում, որտեղ երեք ջրի մեծ շթերով փորձել են ցրել ցուցարարներին, բայց ցուցարարները զարման բոլորիս կարողացել են մեկ ամբողջ պատ կազմել եւ կանգուն մնացել են մինչեւ վերջ, մինչեւ ուղակի ջրցան մեքենաները հեռացել են հրապարակից։ Բավականին հետաքրքիր կադրեր կան համացանցում, վստահ եմ բոլորը տեսել են։ Եվ Թուրքիայում բողոքի ցույցերից ի վեր, այսինքն 4-5 օրվա ընթացքում 1000-ից ավելի մարդ է բերման ենթարկվել, ձերբակալվել տարբեր հոդվածներով, ել չասեմ վիրավորների մասին, քանի որ երկու կողմում էլ եւ ցուցարարների եւ ոստիկանների մարմնական տարբեր վնասվածքներով, տարբեր աստիճանի վնասվածքներով վիրավորներ կան, 123 ոստիկանի մասին է խոսել ներքին գործերի նախարարությունը, փոխարենը չեն ասում թե քանի ցուցարար է վիրավորվել, ամեն դեպքում համացանցում եւս այս մասին շատ տեսանելի կադրեր կան, որոնք խոսում են այն մասին, թե ինչպես կարող է բիրտ ուժ կիրառել Էրդողանի ռեժիմը եւ առանց խնայելու կանանց, անչափահասներին, երիտասարդներին, գիտենք, որ Ստամբուլի համալսարանի ամբողջ ուսանողական կազմն է ներկա ցույցերին, նրանց բիրտ կերպով ճնշում են։ Եվ չնայած իշխանությունները արգելել են առհասարակ հանրահավաքներ կազմակերպել, ոստիկանական շատ
շատ մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել հրապարակներում, նույնիսկ մուտք ու ելքը տարբեր քաղաքներում սահմանափակված է։ Միևնույն է, տեսնում ենք, որ հրապարակները երեկոյան ժամերին հատկապես լեփ-լեցուն են լինում, այս կադրերում երևում է ինչպես են արցունքաբեր գազ կիրառում, պայթուցիկ նռնակներ եւ այլն։ Եվ միաժամանակ պարում։ Այո, պարում են եւ հեղափոխական, այսպես ասած, շատ հետաքրքիր մեթոդներ են քաղաքական օգտագործվում, որոնք մեզ եւս ծանոթ են բավականին քաջ։ Ամեն դեպքում չեն կարողանում ճնշել իշխանությունները, դեռևս նույնիսկ 3 տարբեր տվյալների համաձայն դու էլ նշեցիր, որ 1 միլիոնից ավելի ցուցարարներ են եղել փողոցում։ Այդա Բոսֆորի խելագարը, բռնապետը, ինչպես աշխարհում ընդունված է նրան ասում են Էրդողանը, արդյոք հետևում է այս իրադարձություններին եւ ինչպես է մեկնաբանում։ Իհարկե հետևում է, հուսով եմ լրջորեն է հետևում, որովհետև փողոցում կատարվողը վերջին մի քանի տասնամյակների համար պատմական է։ Էրդողանը կրկին մեղադրում է ընդդիմադիրներին, ասում է, որ շոու է կանում, հերքում է բոլոր մեղադրանքները, որոնք ուղղված են իրեն, եւ թերահավատորեն է ընդհանրապես վերաբերվում կատարվողին։ Ես մի փոքրիկ մեջբերում անեմ, հանրահավաքները փակուղի են մտնում, այսպիսի կարծիք ունի Էրդողանը 1 միլիոնանոց հավաքների մասին։ Նա փողոց է կանչում, նկատի ունի ընդդիմությունը, փողոց է կանչում մարդկանց գողությունը, ապօրինությունը, կեղծիքը պաշտպանելու, դա անպատասխանատու քայլ է։ Եվ որպիսի իր այս ասածին չհակասեն այն կադրերը, որոնք իրական են, արգելել են գրեթե բոլոր մեծ հեռուստաընկերություններին ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել փողոցում կատարվողը։ Սա հետաքրքիր ճնշում է, ինչին եւս մենք ծանոթ ենք եւ առհասարակ բոլոր այն երկրներում, որտեղ այսպիսի իրադարձություններ են զարգանում, սա համար մեկ գործիքն է իրազեկումը ճնշելու եւ խաթարելու։ Ամեն դեպքում սոցիալական էջերն այսօր այնքան ակտիվ են աշխատում, շատ հասանելի է եւ մենք բոլորս Հայաստանից նույնիսկ նստած հետևում ենք, թե ինչ է կատարվում Թուրքիայի փողոցներում 24/7 ռեժիմով։ Ընդդիմադիրներն էլ երեք հայտարարեցին, որ իշխանությունների այսպիսի վարքագիծը իրենց ընդհանրապես չի ընկճում, չի հիասթափեցնում եւ իրենք արդեն ընդհակառակը համակարգված պայքարի են անցնում։ Կանգ չեն առնելու, շարունակելու են այնքան, մինչեւ հասնեն իրենց ուզածին։ Տեսնենք արդեն այսօր երեկո ինչպես կընթանա։ Այո։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից ներկայացնելու համար։